Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև ձեզ հարգելի ընկերներ։ Այս երրորդ ուղիղ եթերն է վերջին օրերի իրարանցման հետ կապված, վերջին օրերի թեմաների հետ կապված, եւ ուզում եմ մի քանի չպարզաբանված հարցեր պարզաբանել այսօր, այս վերջի եթերում։ Խոսքը ուղղված է հեղափոխականներին, մարդկանց, ովքեր փոփոխություններ են ուզում, մարդկանց, ովքեր չեն հանդուրժում այս իրավիճակը, մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարի, մարդկանց, ովքեր տեսնում են, որ ձեռքներից երկիր է գնում, ու այսպես սրտացավ մտահոգ գիտակից, ոչ դեբիլների համար, այս եթերը դեբիլների համար չի, ում համար կրթվել է նորաձևությունը, այ իրանց համար չի, իրանք կարան հենց հիմա գնան ստեղից, իրանց չտանջեն իզուր, վերջում էլ փիստ կոմենտներ գրեն, մեկնաբանություններ գրեն, վայրահաչեն, ես իրանց համար չի, այ հիմա տես սկզբից ասում եմ, եթե դու այն իդիոտն ես, ում համար կրթվել է նորաձևությունը, ում համար օքեյ է ամեն ինչ, ում կյանքը սենց մեղրի պես հոսում է, դու հենց հիմա գնա, ոչ նայի, ոչ քեզ տանջի, ոչ էլ գրի, Աստված քեզ, քո ընտանիքին, քո ծնողներին օրհնի, գնա վայելի քո երջանկությունը, իսկ մնացած մյուսներին, բոլորին այս եթերը վերաբերվում է։ Ուրեմն սկսենք ամենաթեժ կետից, ես կետերով գրել եմ, որ բան բաց չթողնեմ, ամենաթեժ կետը հետևյալն է, ուրեմն բոլոր նրանց, ովքեր շտապում են, շտապողականություն կա նրանց մոտ, շտապում են իշխանափոխության հարցում, պիտի անենք, հիմա պիտի անենք, շուտ արեք մի բան արեք, հելեք փողոց, ես բոլոր նրանց հարց եմ ուզում տամ, ուր է հիմա Բագրատ Սրբազանը։ Անցած տարի էր, հա, անցած տարի, մի տարի առաջ այս ժամանակ սկսել էր արդեն, մոտավորապես այս ժամանակ, ուր է, ընկեր շտապողներ, ձեր հասկանալով դուք բան եք հասկանում, ես Մանասյան Հայկս չեմ հասկանում, դուք հայրենասեր եք, մենք էլ նենց էլի հարմարվողներն ենք, են գաղտնալսման մեջ տենց բան կա, ասում է էշեր են, յանի այդ որ նստելու են մեկ ասում է, այդ էշերը ոտքի չեն հլնի, հիմա ով է էշ, այդ խումբը, որ ձերբակալված է, ու առաջիկայում է կգնա բերդում փդելու, հիմա ով է էշ, հը? Դուք յանի խելոքն էիք, դուք բան էիք ճոգում, բան էիք հասկանում, մենք էլ չենք հասկանում։ Այդ բոլոր շտապողներին այդ հարցը տալիս եմ, ուր է Բագրատ Սրբազանը։ Մի տարի առաջ էր սկսել, այսօր ուշ է արդեն, մի տարի առաջ ժամանակն էր, յանի թե։ Ուր է։ Ուզում եք դուք էլ գնաք կողը նստեք, անմեղ մարդուն, Միքայել Աջապահյանին Սրբազան, տարեն նստեցրել են կողը, որ նույն նրա վրա հոդված կա, փաստեր կան Բագրատ Սրբազանի վրա, Միքայել Սրբազանին էլ խառնում են այս գործի հետ, որ նրան էլ վարկաբեկեն, նա չի վարկաբեկվի, ջահել օրերից մի պատմություն հիշեցի, մի աղջիկ, մի ոչ այնքան հաջող կյանքով ապրող տղայի հետ է ընկերություն անի, հանցագործ տղայի հետ է ընկերություն անում, այս տղան ասում է, ինձնից վազն անցի էլի, իմ պատճառով քո անունը կվարկաբեկվի, այս աղջիկն ասում է, իմ անունը այնքան մաքուր է, թող մի քիչ էլ վարկաբեկվի, հրաժարվում է իր սիրուց, ասում է այնքան մաքուր է իմ անունը, թող մի քիչ էլ վարկաբեկվի։ Հիմա Միքայել Աջապահյանի անունը այնքան մաքուր է, որ ինչքան էլ տանեք Բագրատ Սրբազանի հետ նույն կամերում դնեք, ինչքան էլ հունիսի 17-ից քրեական գործ հարուցեք, բայց հունիսի 25-ի, այսինքն մի շաբաթ հետո եղած տվյալներով հիմնավորեք, չեք կարողանալու նրա անունը վարկաբեկել, ինչքան էլ ձեր լանգ ու լվազներին, մեդիա աղբին, այն կոնֆորմիստ գյոթերին, խոսքս հոգու մասին է,
Իշքան էլ հիմա տելևիզորներով ցույց տակ, հարայ բուդուի գիտեք ինչ ա եղել, հոկտեմբերի 27-ա կախվե, կանխվե, հարայ բուդուի մեր երկրում այս ինչ պիտի տեղի ունենար։ Հոկտեմբերի 27-ի համար սրտացավ եք, բա բացահայտեիք, ես 7 տարիա ձեր տերերն են իշխանություն, ձեր հովանավորներն են իշխանություն ես 7 տարիա, բա թո բացահայտեին։ Դուք եք հոկտեմբերի 27-ից սարսափում, ձեր սկի վեջինա այմար տակները չորլնի, եմները տել տեղը, այ ինտիլիգենտ, էլ չկրկնեմ այդ բառը։ Դուք սկի հոկտեմբերի 27-ով մտահոգ սրտացավ եք, այ մտամ քաղաքացիական հանրություն, 7 տարի է հոկտեմբերի 27-ից ինչ կա, ում լիազորությունների և պարտականությունների շրջանակում է այդ հարցը պարզաբանելը։ Իհարկե վարչապետի պետական ինստիտուտների։ Սենց, այնպես որ ովքեր շտապում են, ժողովուրդ ջան, վազնանցեք, գնալու եք Բագրատի կողքը նստեք, Բագրատ Սրբազանի կողքը գնալու եք նստեք, շատ եք շտապում։ Ձեր չափ դմբոներ հաշվել եմ, ձեզնից ավել եմ հաշվե, 100 անգամ ավել եմ հաշվե, այնքան եմ հաշվե, որ էլ չասած։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ դոգի ասած, դոգի համակիրներն էին իդեպ ինձ մեղադրում, դոգի ասած, բոլորին պետք է մորթել, փրթել, բռնաբարել, հույսը դրած ժողովրդական արագ արձագանքման վրա։ YouTube-ներում, լայվերում դիտումների քանակի վրա, սեփական անձի հանդեպ եղած խարիզմայի վրա։ Այդպիսի մարդիկ կան, որ պիտի փրթենք, թափենք, բռնաբարենք, հույսերն են, որ իրանք մեծ հանրային ընդունելություն ունեն։ Ոչ թե ամբողջ հանրության, այլ որոշակի շերտ, ռեալ, էական որոշակի շերտ իրանց համակրում են։ Ուր է դոգը Վարդան Ղուկասյան։ Բռնաբարում էր, դատում էր, փրթում էր, ամուր ձեռք էր պետք, ուր է։ Էդ եք ուզում, հասկանում եք, որ այդ մեթոդը չի աշխատելու։ Հենց դոգի համակիրներին եմ ասում, եթե ձեր ընտրած տակտիկան ճիշտ է, ուր է ռեզուլտատը և ինչ ռեզուլտատի եք դուք հասել։ Բոլոր նրանց, ովքեր հեղափոխությամբ են ուզում իշխանություն վերցնել, ուզում են փողոցից գալ իշխանության, ուզում են ինչ ընտրություն ինչ բան, փողոցից պետք է գանք, այդ բոլոր ձեզ եմ դիմում, Արցախն ուր է, փողոցից է եկել իշխանության, Արցախն ուր է, կասեք չի կռվե հանձնվել է, այն էլ ոնց է կռվե, հիմարաբար է կռվե, մինչև վերջ է կռվե, մինչև Շուշին հանձնելը կռվել է։ Էս է փողոցից իշխանությունը։ Ուր է Արցախը։ Ուր է խոստացված արդարադատությունը, փողոցից է եկել։ Ուր է բանակը, փողոցից է եկել։ Փողոցով եք ուզում գաք իշխանության։ Դուք բան եք ջոգում, ես չեմ ջոգում։ Ախեք դուք չեք ջոգում, չեք հասկանում, չեք ջոգում, այ ընկեր։ Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ իրենց ազնիվ հայրենասիրությունը բավարար է, հայրենիքը փրկելու համար։ Բոլոր նրանց դիմում եմ։ Ուր են Գյորգիսյանը, Ազգալդյանը, Մոնթեն, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի ազնվագույն հերոսները, հայրենիքի մեռած տղեկը, հայրենիքի համար զոհված տղեկը, ուր են հայրենասիրությամբ երգիրես փրկելու։ Քիչ է։ Հայրենասիրությունը միգուցե ռազմի դաշտում բավարար է մոտիվացնելու համար, մոտիվացվելու համար, բայց նույնիսկ մարդ վարելու համար բավարար չի։
Միգուցե մեկը լինի հրաման տվող, խելացի, իմաստուն, խորամանկ, հեռատես հրամաններ տվող, հայրենասիրությունը բավարար լինի։ Բայց այդ հրաման տվողի համար հայրենասիրությունը բավարար չի։ Նա պիտի կրթություն ունենա, գիտելիք ունենա, ռազմագիտություն հասկանա, բնածին տաղանդ ունենա, թշնամուն հասկանալու եւ թշնամուն խորամանկելու։ Ժողովուրդ քիչ է հայրենասիրությունը։ Հույսները դրել եք ձեր հայրենասիրության վրա, հեսա եկել եք ուզում ենք, չգիտեմ, գնում ենք երգիր փրկենք, չեք փրկելու, կործանելու եք, գցելու եք ոտներիդ։ Հայրենասիրությամբ շտանգա չեմ բարձրացնում։ Հայրենասիրությամբ բլներ շտանգայի չեմպիոնները հերթ ու տեղ ու դադար չէին լինի, բայց այդքան հեշտ չի։ Հայրենասիրությամբ բլներ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կլինեինք։ Չկա մի 10 հոգի հայրենասեր չկա մեզանում, 10 հոգի հայրենասեր, այս երկրում չկա ջահել տղա, կա չէ, բավական ֆուտբոլի աշխարհի չեմպիոն չենք, որտեվ հայրենասիրությամբ չի, դուխով չի, դա մի փոքր մաս խիստ անհրաժեշտ, բայց մի փոքր մասն է, անհրաժեշտի նվազագույնի մի փոքր առանձին դետալն է դա։ Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ իրենց կյանքի փորձը բավարար է, իրենց կենսափորձը, իրենց տեսածը, աշխատածը բավարար է պետություն կառավարելու համար։ Հիմա այդ մարդկանց, ովքեր կարծում են, որ իրենց կենսափորձով իրանք կարան գան ու երկիրը այս վիճակից հանեն։ Ես իրանց եմ դիմում։ Ժողովուրդ, տղեկ, աղջիկներ, քանի քաղաքական գաղափարախոսություն գիտեք։ Հենց հիմա ինքներդ ձեզ հարց տվեք։ Քանի քաղաքական գաղափարախոսություն գիտեք։ Նույնիսկ հարցը տվել եմ, շատ անգամ եմ տվել, մարդը չի հասկացել ինչ եմ հարցնում, ասենք ասելա ինչ է, ասլա, ինչ ասենք տոտալիտարիզմը ասե, քաղաքական գաղափարախոսություն չի, ռեժիմը։ Քանի քաղաքական գաղափարախոսություն գիտեք եւ քանի քաղաքական գաղափարախոսություն կարող եք անալիզի ենթարկել, վերլուծել, վերցնել, դնել, թույլ ու ուժեղ կողմերն ասել տվյալ գաղափարախոսության, ասենք կոմունիզմի, չգիտեմ, սոցիալիզմի, լիբերալիզմի, լիբերտարիանության, ֆաշիզմի, նացիզմի, նացիոնալիզմի եւ այլն, կոնսերվատիզմի, քանիսը կարաք վերցնեք վերլուծեք։ Գիտեք ինչ եմ ես հարցը տալու։ Քաղաքական գաղափարախոսությունը նույնիսկ երկրի համար չէ, կուսակցություն կերտելու համար, կուսակցություն սարքելու համար մինիմում է։ Մինիմում։ Դուք իմ ջահել աղբերներ եւ քույրեր, այդ մինիմումը կուսակցություն սարքելու համար չեք տիրապետում։ Դուք ուզում եք երկիր հիմնեք, երկիր զարգացնեք, երկիր առաջնորդեք, չի լինելու այ ընկեր։ Մի ավելի մեծ փորձանք եք լինելու կամ համանման փորձանք եք լինելու, ոնց որ հիմիկվա գոյություն ունեցող վարչապետը։ Իսկ եթե մարդիկ կան, որոնք դեռ մտածում են, այ որ վարչապետը մի քիչ երևի հանուն սուվերենության հանունից, մի օրինակ, ես վերջի օրինակներից ասեմ։ Ուրեմն ստատուս է գրում, որ եկեք այլևս առանց հայհոյանքի խոսենք, պարականոն բան չխոսենք, միայն փաստահեն ստատուսներ գրենք, սենց բաներ է խոսում։ Մտածում ես, արա, երևի շունը շնորհք է առել, էլի, տենց է կոչվում, ախաքելակցին կասեր, շունը շնորհք է առել։ Մտածում ես, դե երևի էլի մի բան կտսրել է, միտքը պայծառացել է։ Պարզվում է ինչ։ Facebook-ը իր ստատուսը բլոկել է եկեղեցու բողոքով եւ էլի քաղաքացիների բողոքով։ Facebook-ը ստատուս է բլոկել, նկատողություն է արել, որը ասենց ափրծփր ստատուս չի կարելի գրել։ Ու սա Facebook-ի ստատուսը, քանի որ Facebook-ը իր ստատուսը բլոկել է, սա հելեսես բաներ է խոսում, ժողովրդին դա ներկայացնելով որպես քաղաքակրթական ինչ-որ քայլ։ Ահա տես ինքը արդեն բարձր քաղաքակրթական դիրքերից է սկսում հանդես գալ։ Դու մի ասա, քթին առել է։ Ցուկերբերգի օֆիսը քթին տվել է։ Ահա։ Կարա քթին անես տակ, որ խելքի գա։ Ով կարա այդ բանը անի, այդ մարդու հանդեպ ինքը տեղը կբերի, շողուլի կգա, բայց էլի դա կմանիպուլացնի, ընենց կներկայացնի, իբր թե դա հանուն ինչ-որ վեհ բանի է։ Այնինչ հիմքում ընդամենը մի հատ պարզ քթին առած վիճակ է, որը մանիպուլացնելով
Ներկայացնում է իբրև եսիմինչ։ Նույնը Հայաստանի սուվերենության մասին է խոսում։ Սուվերենությունը Հայաստանի սուվերենության մասին մինչև իր խոսույթ կմտնել։ Ես եմ ներկայացրել։ Ինչ հիմնական թեզեր որ ներկայացնում է մինչև իր խոսալը, ես իմ ստատուսներում, իմ լայվերում դրա մասին խոսացել եմ։ Հետո ջոգելա շատ լայքա հավաքում, վերցես սկսել է տենց ապուշ դրա հետևից էթալ։ Կրկնել, այնքան որ լայք բերի, ոնց որ կրթվել է նորաձև է։ Հələ մի հատ նայեք, ինչ բանը, խորենացու բանը, ողբն են կարդում, կրթում են յանի։ Միտեղ լսել եք դրանք Արիստոտելից խոսան, չգիտեմ, Ֆուկոյից խոսան, ինչ ասեն, ումից ասեն, որ խոսան, չգիտեմ, Ռեյգանից խոսան, չգիտեմ, ումից ասեն, որ խոսան, ինչ-որ մի հատ երկրի լուրջ պատմություն վերլուծեն, հեղափոխություն, հետհեղափոխական խնդիրներ, տնտեսությունից խոսան, լսել եք լուրջ է, աշխարհի, այնպես մի բան խոսան, որ խոսվում է աշխարհի լավագույն համալսարաններում, մի տես դաս լսել եք դրանց դասախոսություններում, գեղական ինչ-որ կլուբի զրույց, խորենացու ողբը, այ կարդում ես ու վсё, դու արդեն փիս գրագետ ես։ Պիտի իսկականից այդ գրագիտությունը, քաղաքական գրագիտությունը, լրիվ առանձին թեմա է, լրիվ անկախ դու գիտությունների տեխնացու ես, նույնիսկ դու կարող ես քաղաքագիտության ամբիոնի վարիչել ես, բայց անգրագետ մեռնում ես, հենց հիմա բերեք քաղաքագիտության ամբիոնի ուսանողներին, միջազգային հարաբերությունների ուսանողներին, բերեք մի հատ զրույց կազմակերպեք, մի ուշացրեք, որ գնաք պատրաստվեք, բերեք հենց հիմա մնացորդային գիտելիքով մի հատ զրույց անենք, նա տեսեք ժողովուրդ, ինչ տեսակ կադրեր են, ինչ տեսակ քաղաքացիներ են արտադրում, այնպես մենք էլ ենք սովորել։ Մենք էլ ենք այդ հումանիտար առարկաներս, հասարակագիտական, անցել։ Վայելնի այդ սովորելը, վայելնի այդ թեմաներն ու այդ ծրագրերը, ոնց որ ներկայացված են։ Բայց դրանք պետք են։ Հակառակ դեպքում իշխանության գալով դու իմ սիրելի եղբայր կամ քույր, ինձ հետ միասին փորձանք կդառնաս այդ երկրի գլխին։ Եթե այդ մինիմալ գրագիտությունը չունենաս։ Բոլոր նրանց դիմում եմ, ովքեր կարծում են, որ ոլորտային քաղաքականության լավ ծրագրեր մշակելով երկիրը կարելի է բարեկարգել։ Այսինքն մարդիկ կան ասում, այ ես գիտեմ տրանսպորտի հարցը ոնց պետք է լուծի։ Այն մեկն ասում է, ես գիտեմ առողջապահության հարցը ոնց պետք է լուծի։ Այն մեկն ասում է, ես շատ ուժեղ կրթական ծրագիր ունեմ։ Այն մեկն ասում է, գյուղատնտեսության հետ կապված լուրջ չգիտեմ։ Այն մեկը ասում է, IT տեխնոլոգիաների հետ կապված մի հատ հանճարեղ միտք ունեմ։ Ես այդ բոլոր մարդկանց դիմում եմ։ Ժողովուրդ, ուր են ձեր ծրագրերը։ Կամ եթե դրանք թղթի վրա գրած են, գրապահարաններում բորբոսնում են, կամ եթե դրանք էլեկտրոնային են, ձեր նոթբուքերի ու պլանշետների մեջ անուշադրության մատած մի կողմ ընկած են, ու ասեմ դրանից առաջ չեն գալու։ Ձեր նոթբուքերից ու պլանշետներից այդ ծրագրերը, որքան էլ դրանք լավը լինեն, առաջ չեն գալու, դրանք կյանքի չեն կոչվելու։ Գիտեք ինչի, որովհետև նախ երկիրը հիմքից պիտի շիտակ լինի, նախ հասարակական կարգը պիտի այնպիսին լինի, որ խելացիներին, տաղանդավորներին ու նրանց տաղանդավոր ու հանճարեղ մտքերը պահանջված լինեն։ Գրապահարաններից ու նոթբուքներից իրական կյանք գան մրցակցելու այլ գաղափարների հետ։ Ու դրանց մեջ լավագույնը կընտրվի որպես հարցի լուծում։ Այսինքն մինչև այդ ձեր խելոք մտքերը, թե ոնց կրթությունը բարենորոգենք, ճանապարհների տրանսպորտի հարցը ոնց լուծենք, մինչև այդ խելոք էշությունները դուրս կտակ, ձեզ նոր սահմանադրություն է պետք։ Ուր է ձեր նոր գրած սահմանադրությունը։ Այդ բոլոր ձեզ այդ հարցն եմ տալի։ Ուր է ձեր նոր սահմանադրությունը։ Իսկ ձեզ պետք է այդ նոր սահմանադրությունը, որտեղ չի լինի ֆունկցիոնալ միապետություն, ինչպես հիմա է, որը ձեզ երաշխիք կլինի, որ խելոք գաղափարներն ու մտքերը կյանքի են կոչվելու։ Այսօրվա ցանկացած իշխանափոխություն անող, իշխանափոխության կոչ անող, գալիս է նստի այս սահմանադրության վրա։ Թող քֆուր ուտի, թող երթում ուտի, խոստում տա, որ ինքը գալիս է սահմանադրություն փոխելու ու ասի թե դեպի ուր է փոխում է սահմանադրությունը։ Որովհետև այս սահմանադրությունով ով եկավ նստավ,
էլ վերջ հանել չի լինի դրան, դրա դեմն առնել չի լինի, այս սահմանադրությամբ դա չի լինի, հետևաբար ոլորտային քաղաքականությանը վերաբերվող ձեր բոլոր ծրագրերը ընդամենը տհասության լիակատար դրսևորում են, դուք տհաս եք, եթե դուք չեք հասկանում, որ այս միապետական ֆունկցիոնալ միապետական սահմանադրությամբ ձեր ծրագրերը կանալիզացիայի բաժին են դառնալու, որտեղ ոչ ոք դրանց մարդահաշիվ չի անելու, ոչ ոք դրանք չի ուզելու ուսումնասիրել, հրապարակներում դա չեն քննարկվելու եւ համանման ծրագրերի հետ մրցակցության չեն դրվելու, քանի որ դուք սա չեք հասկանում, դուք տհաս եք։ Նոր սահմանադրություն, ահա միակ ծրագիրը, միակ քաղաքական մեծ ծրագիրը, որ կարա մեր երկրում լինի։ Մեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում է դրսում։ Ես չգիտեմ մենք եթե իշխանության գան կարողանում ենք այդ մեծ բան փոխել, բայց քո ներքաղաքականը դու ես որոշում 100%։ Չհաշված մակրոն մուգրոնների հայտարարությունը, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ներքին գործերին։ Այսինքն, Բագրատ Սրբազանին բռնել են, լավ, Ֆրանսիան աջակցում է, բայց այս շի տղան Մակրոնի մասին եմ ասում, մի հատ բռա այն մասին, որ այն Սրբազանին Հավայի շար են արել, բերել փակել են։ Այ այս շի տղա, Մակրոնն է ձեր իդեալը։ Ու ցանկացած արևմտյան ուժ իր շահը ինչ թելադրեց, այդ անելու։ Չիմանաք ստեղ գալու են օրենք ու արդարություն պահեն, դա դուք պետք է պահանջեք ստեղ օրենք ու արդարություն։ Արևմտյան պետությունները տերարիստի հետ Սիրիայում նոր իշխանության եկած ձեռք սեղմում են անում, բանակցություններ են վարում, քանի որ իրանց սրտով է, բայց տերարիստ է մարդը, նախկին տերարիստ, չգիտեմ դրա նախկինը լինում է թե չէ։ Եվրոպական լիդերները տերարիզմի աջատագովի տերոր արած մարդու տերարիստի հետ ձեռք են սեղմում այ մարդ։ Դուք հույս ունեք նրանք հետաքրքրվելու են Հայաստանում օրենքը կարգը պահվում է չէ թե չէ, միայն թե իրաց ձեռնտու լինի։ Մնացածի հերն էլ անիծած։ Ամեն ինչի վրա էլ աչք կփակեն։ Կարող է Սերժի ու Քոչարյանի ոլոսկ աչք չեն փակել տարիներ ու տասնամյակներ շարունակ։ Աչք են փակել, կարող է գրանտներ չեն տվել Սերժին ու Քոչարյանին, տվել են։ Ինչ պետք է այն էլ արել են։ Նրանք ծալած ունենան Հայաստանի ժողովրդի բարեկեցությունը, Հայաստանում արդարության մթնոլորտը։ Կարևոր իրանց ուզածով լինի։ Այդ դա Հայաստանում ապրող մարդ կա, ու դա նորմալ է, հա։ Եթե դու քո երկրում արդարադատության մակարդակին չես հետևում, օրինապահության չես, ինչի՞ պիտի դրսից ինչ որ մեկը դրանով անհանգստանա։ Դրսից ինչ որ մեկը իր շահերն է սպասարկում։ Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ արտագաղթելով կգտնեն իրենց երջանկությունը։ Այ բոլոր նրանց, ովքեր մտածում են, դե լավ, ստեղի հերն էլ անիծած, մենք արտագաղթենք, կգտնենք մեր երջանկությունը։ Ես դիմում եմ արդեն արտագաղթած մարդկանց, վերջին մի քանի տարում արտագաղթած մարդկանց։ Հա, գտել եք ձեր երջանկությունը։ Սա ոգի է արդեն։ Չորրորդ սորտի մարդ ապրել մի երկրում, երբ որ դու ստեղ էլիտա էիր, ասենք մտավորական կամ կրթական կամ գիտական, ոնց է, կայֆ է տալի, բա որ գտել եք ձեր երջանկությունը, չեք անդադ այս հայկական տիրույթում, հայկական ֆեյսբուքում, ֆեյսբուքի հայկական այսպես ասած տարածքում արտահայտվում Հայաստանի քաղաքականությամբ, Հայաստանի խնդիր, բան չի, բայց եթե երջանկությունը ձեր գտել եք, այս քրքրված, հալածված թեմաների մեջ ինչի եք մտնում։ Ինչի եք մտնում, հարգելի արտագաղթած եղբայրներ եւ քույրեր։ Բայց դուք ստես փախել եք, գնացել եք, չգիտեմ ինչ, ոչ գլուխները պրծացրել եք, որ ազատվեք սրանից։ Քեք նորից սրա մասին գրում, խոսում։ Փաստորեն դա լուծում չի, չէ՞։
Իմ ասելիքը դա է, փաստորեն ժողովուրդ ջան, դա լուծում չի։ Ուրեմն ձեր հարազատներին զանգեք ու ասեք, որ արտագաղթելը լուծում չի, ժողովուրդ։ Այդտեղ մի բան արեք, հարցերը լուծեք։ Այդ երգիրը երգիր սարքեք։ Դա ավելի հեշտ կլինի, ավելի թեթև կնստի ձեր վրա, քան թե արտագաղթել տարիներ շարունակ հացի հագնելու ու բնակարանի խնդիր լուծելը, այդ էլ վարձով։ Ասեք ձեր հարազատներին։ Բացի այն, որ ասում եք, ստե սա լավ, բայց իրականությունը ասեք, էլի, դուք ձեր երջանկությունը գտել եք։ Ու ասեք ձեր հարազատներին, ովքեր դեռ էստեղ են, ասեք, որ արտագաղթի մեջ լուծում չկա, այնպես որ այն մարդիկ էլ ում թվում է, թե իրանք ստե ներքաղաքականի հերն էլ անիծած հիասթափվել են, սա կգնան ու կպրծնեն, կգնաք, բայց չեք պրծնի։ Էդ էլ տենց։ Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ քաղաքականությունը պոռնկություն է եւ խուսափում են զբաղվել քաղաքականությամբ։ Հիմա ես իրանց հարց եմ տալի։ Ժողովուրդ, եթե քաղաքականությամբ պոռնիկներն են զբաղվում, դուք էլ տենց սրբերն եք կամ չգիտեմ, ձեզ մաքուր եք պահում։ Հարց։ Եթե ձեզ պոռնիկներն են ղեկավարում, հարգում են ձեր համար հարկեր են որոշում պոռնիկները, օրենքներ են որոշում պոռնիկները, ընդհանրապես ձեր ազատությունները, իրավունքները սահմանափակում են պոռնիկները։ Բա դուք ով եք այդ դեպքում։ Ով եք դուք, եթե քաղաքականությամբ զբաղվում են պոռնիկները, իսկ դուք նրանց այսպես կոչված հպատակներն եք։ Դուք ով եք։ Դուք ընդ մաքուր եք։ Իսկ կարող է ձեզ չոլ մստել են, որ իրանք գնան զբաղվեն, դուք էլ ստեղ էշեշ առավոտի ծիրիկուն աշխատեք, բանեք, տանեք իրանց հարկեր տակ, չգիտեմ, իրանք իրանց ջեբերը լցեն, իրանց հարազատներին, իրանց տենդերները բանը տան, իրանց հարազատներին, իրանց գրանտները տան, արտաքին պարտքը մեծացնեն, քո երեխեքներ ճկռալով աշխատեն այդ արտաքին պարտքը սպասարկելու համար։ Հը։ Okay, yeah? Բոլոր նրանց, ովքեր ասում են, որ մինչև ընտրություններ 26 թվական Հայաստան չի լինի, շուտ արեք հարայ բուդույ, մինչև ընտրություններ էլ Հայաստան չի լինի։ Հիմա ես ձեզ գաղտնիք պիտի բացեմ, Հայաստան չկա։ Եղավ, Հայաստան արդեն չկա։ Ու իմ պայքարը Հայաստան ստեղծելու մասին է։ Հայկական ինքնությունը, հայկական քաղաքակրթությունը, հայկական հասարակարգը հիմնելու մասին է, պահպանելու մասին է։ Մեր օրերում այդ ամեն ինչի ակտուալությունը ապահովելու մասին է։ Ոչ թե այ մարդ սպասի, սովետականը չստացվեց, գնացինք ազգային ազատագրականին։ Ազգային ազատագրականը չստացվեց, հիմա էլ գնում ենք թուրքականին։ Թուրքականը չի ստացվի, կգնանք ռուսականին, ռուսականը չի ստացվի, գնանք պարսկականին։ Ու սենց, սրա մասին չեմ ես խոսում։ Ես խոսում եմ ակտուալ, գրագետ, հասարակական որոշված կարգի մասին, որը փաստադղթի ձևով կարձանագրվի որպես սահմանադրություն, որին կհետևենք մի մարդու նման, որտեղ խախտողի ծնկները չագուջով ջարդ ու խորտ կանենք այդ կարգը խախտելու համար։ Իսկ նրանք ովքեր Նիկոլ նախկիններ, նախկին ներկաներես այլասերված մուտանտնել դատարանի առաջ կկանգնի եւ իր ժամանակով եղած օրենքներով ու կարգով պատասխան կտա։ Հավատացնում եմ ձեզ, նրանք թույլ են տվել այնպիսի հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ թերևս չեն ունենա։ Նրանք թույլ են տվել տենց բաներ, որ վաղեմության ժամկետը չի փրկի իրանց։
որովհետև պետության գործը արդարադատություն իրականացնելն է, իրավապահ գործնեություն ծավալելն է, պետության գործը մարդկանց կույս, ոչ կույս լինելը չի, դա ոչ ոքի գործը չի, պետության գործը այնպիսի իրավապահ համակարգ ստեղծելն է, որ դաշտը առողջ լինի, առողջ մարդիկ, այսինքն առողջ մտքերով մարդիկ, առողջ բարոյականությամբ մարդիկ իրանց լավը զգան։ Ուզում ես սոցիալական ինստիտուտը խելքի գա, այ ընկերի ում վրա որ հանցան, գիտես նրանց դաշտից մաքրի, տես մնացած իրան արդեն մաքուրները գլուխ կբարձրացնեն, բայց դու ինչ ես անում։ Քո պարտքներ Մարտի 1 բացահայտել, հոկտեմբերի 27 բացահայտել, նախկինների հանցագործությունները տանել դատարան եւ նրանց պատասխանատվության ենթարկել։ Դու դա արել ես, ոչ չես արել։ Վերջ, Ստիծենկոն խոսակցություն չկա։ Դու այլևս վավերական չես։ Դու հանցավոր անգործություն ես արել։ Դու քո առաջնային պարտականությունը չես արել։ Ես էլ չեմ ասում պատերազմ պարտվել, տարածքներ զիջել եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Դրանք էլ չեմ ասում։ Այն մինիմումը, որ մենակ քեզնից էր կախված, Ալիևը դե կապ չունի։ Չես արել։ Ու էլի չես անում ու չես անելու։ Ինչու չես արել։ Որտեղ եթե դու դաշտը մաքրես, դաշտը կլծվի բարոյական, գաղափարական, աշխուժ, եռանդուն թարմ ուժերով, որոնք քեզ ասենց փչեն կթռնես։ Որպեսզի ուրեմն չթռնես, որպեսզի այդ առողջ ուժերը առաջ չգան, նրանց դեմ բլոկելու համար, երկրի ապագան, երկրի քաղաքական կենսունակությունը արգելափակելով, քո աթոռն ես պահում, դաշտում թողնելով Սերժին Քոչարյանին, Կարեն Կարապետյանին, Ծառուկյանին, Արամ Սարգսյանին ու տենց էլի մարդիկ։ Դա առաջի գիծն է, որ ուզում ես գնաս դեպի Նիկոլ, Նիկոլին քննադատես եւ Նիկոլին հաղթես քաղաքական պայքարում։ Դեմդ այդ շերտն է սկզբում, այդ բարիկադն է։ Հետո նոր այդ գիծը պետք է հաղթահարես, որ հասնես բուն Նիկոլին, բայց այդ գիծը Նիկոլն այդ պարարտա, ներկա դրե, այնքան ապահովել է այդ շերտը, թե ֆինանսական միջոցներով, թե չգիտեմ, այլ լծակներով, այնքան ապահով է, որ դու չես հասնելու իրան։ Հետևաբար, առաջի ամենակարևոր հետևությունը, որ դեբիլները չէ, կրթված մարդիկ, կամ մարդիկ, ովքեր այդքան էլ կրթված չեն, բայց ուզում են, որ իրանց երեխեն կրթված լինի, այս էլ հատուկ մարդկանց տիպ է։ Մարդը կարա այդքան էլ կրթված չլինի, բայց ուզենա որ երեխեն, իր թոռը կրթված լինի։ Խոսքը բարձրագույն կրթության մասին չի, լիքը դիպլոմավոր ավանակ կա։ Խոսքը ինքնակրթության, այդ թվում ակադեմիական կրթության, կյանքի կողմից կրթության, չգիտեմ, ծնողների կողմից դաստիարակություն կրթության, կրթված մարդկանց մասին է, մարդիկ էլ կան կրթված չեն, բայց հասկանում են, որ իրանց երեխեն պետք չի, որ տենց լինի։ Այդ մարդկանց համար եմ ասում, ժողովուրդ, փագա, նախկին ներկա մի բլոկ են, մի բլոկ, իրար մի սուտելով, նրանք ընդամենը մի բլոկ են, կանխում են Հայաստանում առողջ քաղաքական ուժերի առաջ գալը։ Ես մի օրինակ բերեմ իր հանրային իշխանության մասին, սոցիալական իշխանության մասին, Պիտեր Տուրչին։ Պիտեր Տուրչինի ձևակերպումն է, Պիտեր Տուրչինը հղում է անում բանին, սոցիոլոգներին, բայց իրականում էսի ավելի շատ իր ձևակերպումն է, իր դասակարգումն է, ասում է հանրային սոցիալական իշխանությունը 4 հիմնական դրսևորում ունի, բաժին ունի, ուժային էլիտաներ, քաղաքական էլիտաներ, ֆինանսական էլիտաներ եւ գաղափարական էլիտաներ։ Հիմա դիմում եմ էլի բոլոր նրանց, ովքեր ուզում են իշխանություն վերցնել։ Ընկեր մտալի տենանք, ուժային էլիտաները քոնն են, մերն են, չէ։ Նիկոլի տակ կզած են ուժային էլիտաները։ Նախկին ուժային էլիտաներն էլ պարզվում այդքան էլ էլիտա չէին։ Դեպրեսիայի մեջ կամ դատական գործերով ամեն մեկը մի կողմ նստած է։ Ուրեմն հանրային իշխանության այդ բլոկը մերը չի։ Քաղաքական իշխանությունը, ադմինիստրատիվ իշխանությունը,
Ում է պատկանում։ Նիկոլեց ու Սերժենց ու Քոչարյանն, չգիտեմ, իրանցն է։ Նույնիսկ մարզ, ասենք Ծառուկյանինն է եւ այլն։ Քաղաքական ադմինիստրատիվ բլոկը իտո իրանց ձեռն է։ Լավ, դա էլ մերը չի։ Ֆինանսական իշխանությունը, տնտեսական իշխանությունը, այսինքն այդքան փող ունենք, որ մարդկանց փողով մեր ուզածը համոզենք։ Ոչ թե կոռուպցիայի մասին է խոսքը, ընտրակաշառքի մասին, դրա մասին չի։ Մարդուն որ շատ ես փող տալ, ինքն արդեն քո ասածով ավելի հոժարակամ է, քո կարծիքով առաջնորդվում։ Ես չեմ ասում, Պիտեր Տուրչինն է ասում։ Ոչ, ֆինանսական էլի նախկինների ձեռքն է ու ներկա նիկոլականների ձեռքն է։ Ու սրանք նոր վերաբաշխում են անում կապիտալի իրար մեջ ֆինանսական իշխանությունը բաշխելով։ Էդ էլ մեր ձեռը չի։ Ի՞նչն է մեր ձեռը։ Մեր ձեռը միայն գաղափարական իշխանությունն է։ Մենք կարող ենք գաղափարներ ներկայացնենք, մարդիկ դա հավանում են, ընդունում են, ոչ ավել, ոչ պակաս։ Հիմա հարց, ո՞նց են կեթում հեղափոխություն անելու։ Ո խելոքներ։ Իշխանության 4 հիմնական դրսևորումից մեկն է քո ձեռը, 3-ը քո մրցակցի ձեռն է։ Ո՞նց ես դու հեղափոխություն անում։ Եկանք հասանք, որ միակ ձևը ընտրություններն են, ամենաանշար ձևը ընտրություններն են։ Եկանք հասանք։ Այդ ընտրությունը կեղծի, այն ժամանակ մարդկանց հանի փողոց։ Հələ դու փորձի կեղծի, բայց հիմա ուր ես մարդկանց հանում փողոց։ Ուր ես հանում փողոց։ Կարեն Կարապետյաններ ֆինանսական իշխանություն, բլոկում է, նա ինչ անում, ֆինանսական մրցակիցների դեմ է պայքարում, ֆինանսական իշխանության սեկտորում։ Ուժայիներին արդեն բլոկել է վաղուց։ Քաղաքական ախոյաններին, այսենց, նրանք հիմնականում այսպես հարց չէին լուծում եւ հարց է լուծում Միքայել Աջապահյանը, որը էլի գաղափարական իշխանության բլոկն է, իր խոսքով, իր գաղափարներով մարդկանց կարա առաջնորդի։ Ինչ անում, բանտարկում է։ Վաղը տեսավ մենք կարողանում ենք գաղափարական իշխանություն ներկայացնել մեզանից այն աստիճան, որ կարանք սպառնալիք դառնանք իր քաղաքական իշխանությանը, մեզ էլ բանտարկելու, ձեռփակը, մի պատճառ կգտնի։ Հասկանում եք։ Դուր ես գնում հեղափոխության, թող խելոք։ Եթե այս ասածներս ինչ-որ մեկի սրտին կպան, ակտիվ գործիչներից, իմ անձնական էջին նամակով կապի դուս եկեք։ Ընտրություններն այլ ընտրանք չունեն, կլինեն արտահերթ թե հերթական, դա միակ են շրջանն, որ մենք շանս ունենք այս պայքարում, սկզբի համար այսքանը, մանրամասները այդ պայքարի շուրջ, էլի լիքը կան, տղեկ ջան, եթե ձեր պատվից, հպարտությունից բարձրա ինձ գրելը, զանգելը, ուրեմն հարց չկա, լրվեք այդ մակարդակում, որում կաք, բայց միակ ձևը էլի եմ ասում, ընտրություններն է, ընտրությունների օրոք, ու այսքան սաղ հաշվի առնելով այդ ընտրություններին գնալն է, ունդը էլի լիքը մանրամասներ, որոնք գաղթի բան չեն, ժամանակը կգա հերթով կհրապարակեմ, կապի դուս եկեք, ճանաչեք, որ Մանասյան Հայկը աղբեր վսյոտակի մի բան, մի ոտ ավել գիդի էլի, մի ոտ ավել է հասկանում, Միքայել ավելի հեռուն է, Միքայել ընդամենը ավելի հեռուն է մտածում, ով էլ ինձ մոտիկից գիտի, հաստատ գիտի, որ ոչ մեկական եմ, հաստատ գիտի, իմ վարչապետի թեկնածուն ես եմ, են էլ ինչի համար, որ այդ սահմանադրությունը փոխի նոր ընտրություններ հայտարարի, մի քանի ամսում սահմանադրությունը փոխի նոր ընտրություններ հայտարարի, ուրիշ ոչ ոքի չեմ վստահում, որ այդ գործը կանի, որ ձեռը իշխանություն կլինի ու դրանից չի հուզվի, չի դառնա ոնց որ մնացածը։ Մի բան էլ պատմեմ, թե շատ խոսացինք, ինչքան ժամանակ է, մի շատ, այսօր առավոտս այս զրույցով ուզում ամփոփեմ, այսօր առավոտս արթնեցի,
Ասի այսօր ինչ անեն, ասի երեխեքին կնոջս դիմեցի, ասի եկեք գնանք այսօր եկեղեցի։ Ավոր եկեղեցի գնանք, ասի գնանք Սուրբ Կարապետ, ես վեդիից եմ, մեր մոտ կարախաչ ենք ասում, լանջանիստ, չէ, լուսաշողի մոտակայքում է Սուրբ Կարապետ եկեղեցի։ Ասի գնանք Սուրբ Կարապետ եկեղեցի։ ChatGPT-ով գրեցի բանը, այսօր ժամերկություն բան կա, ChatGPT-ին ասեց սարերի մեջ ոնց որ տենց մոռացված եկեղեցի է դժվար տես մի բան լինի։ Լավ ասեց եկեք հավաքվենք, տենց ընտանիքով հավաքվեցինք։ Լցվեցինք ավտոն, գնացինք Սուրբ Կարապետ եկեղեցի։ Ու ճամփին մտածում եմ էլի, լավ ասում եմ, այնուամենայնիվ ճիշտ ենք անում։ Հորեղբայրս ասում էր գնանք Խորվիրապ, ես ասացի չէ Սուրբ Կարապետ գնանք։ Մի խոսք։ Հասնում ենք Սուրբ Կարապետ, վերանորոգման աշխատանքներ են, տրաֆարետները դրած է, փագա, որ այստեղ չի կարելի, մարդը մուտք չի կարելի։ Մոմ եք ուզում վառեք, այնտեղ խաչքարեր կան, մոտեցեք խաչքարի մոտ վառեք, բայց եկեղեցու տարածք վերանորոգման տակ այ մարդ։ Խաչը հանած է եկեղեցու վրայից։ Գմբեթը վերևից էս մի հատված չկա։ Վերանորոգում են անում, կողքի շինությունը բան։ Ասում լավ, այսօր հանգստյան օրը, այսօր էլ են աշխատում։ Ասում դե հերվից կարող եք նայել, բայց մի մոտեցեք։ Եթե եկա այդ նշանի անցա, խախտեցի այդ նշանը, որ գրած է մարդ չմտնի, ես մտա։ Հա ու իմ նավարին էլ հետս մտցրի, ասի մտանք։ Հիմա լսեք։ Երկու հոգի են աշխատում արեստավոր, բարև ձեզ, ասի ես խո ձեզ չեմ քանգարում ստեղ, ասես չէ։ Ասես այստեղ հերվով կանցնենք, էլի։ Հիմա շինարարություն, սա քաղաքը շինարարություն է։ Խո քաղաքը չեն բանարել։ Տարհան է, էվակուաց։ Շինարարություն իր հերթին է գնում, որոշակի հեռավորությամբ էլ մարդիկ գնում գալիս։ Ասեց այստեղ խո չեն քանգարում, բա չէ։ Ասեց նույնիսկ այն կողմի վրա աշխատանք չեն քանում։ Եթե տեսեք դուռը բաց է եկեղեցու, կարող եք մտնել։ Եկեղեցու կողքերը նայեցին, բանման հեն բուն եկեղեցու վրա այդ այն աշխատանք չկա, կցակառույցի վրա երկու հոգով գործ են անում։ Գնացի տեսա դուռը բաց։ Եկա ժողովրդին ասի եկեք մտնենք։ Մտանք եկեղեցի, մոմերը վառեցինք։ Մարդ չկա եկեղեցու, մենակ մենք ենք։ Մեկիների մարդիկ եկան։ Մի տղա է իմ տարիքին մոտավորապես։ Իր 3 երեխաների հետ, երևի թե երեխաներն էին, 2 տղա, մի աղջիկ։ 10-11 տարեկան երեխաներ մոտավորապես։ Եկավ սա ջինսով, մայկով, եկավ այսպես կանգնեց խորանի առաջ, թեքվեց մեզ բա, որ ժամերգություն անենք, հո չեք նեղանա։ Ասենք չէ իհարկե, ձեզ չենք խանգարի, ասենք չէ։ Ու սկսեց ժամերգություն անել այս տղան։ Ջինսով բանով ժողովուրդ երգում է, աղոթում է, մի ինչ աուրա, ինչ հոգեկան մթնոլորտ։ Ասում ես երևի եկեղեցական է, որոշել են այս օրերին, որ այդ սարում էլ չէ պիտի ժամերգություն լինի, կիրակի օրով, պիտի ժամերգություն լինի։ Ինչ որ երևի թե տես մի բան է, չգիտեմ, չեմ հասկանում։ Ինքը մորուքով է մի թեթևս, շատ թույլ մորուքով է, կարճ կոնկրետ կտրած սենց մազերը, չեմ հասկանում։ Երևի մի 20 րոպե ավել, տևես 15-20 րոպե կամ ավել։ Երեխաներն էլ հետն են երգում, այդ ժամերգության իր երեխաներն են մասնակցում։ Ոնց որ եկեղեցական ժամերգություն, բայց ջիսով։ Հետո այս տղան այն վերջի հատվածները արդեն ծնկի եկավ, ծնկի եկած է, բայց ես չեմ հիշում, էլի ծնկի եկած ախր տերտերները ոնց որ ծնկի չեն գալի։ Ծնկի եկած է, հետո իր երեխաներն են իր այդ ծնկի իջնում բան։ Ավարտեց, մի խոսքով դա մի խիստ հոգևոր, մի խիստ, մի արարողություն եղավ, որպեսզի նու երևի այդպեսին ես եկեղեցում չէի տեսել, ահա, այդ աստիճան ինձ համար ազդեցիկ էր։ Ու այդ ընթացքում էլի մարդիկ են մտնում եկեղեցի, այդ ռեմոնտի տակ կանգնած, խաչը հանած եկեղեցի, մարդիկ են մտնում, ու այս տղան երգում է, աղոթում է։ Ու այվ ավարտվեց, մի խոսքով ուզում էր դուրս գար, մեկ էլ մի մարդ մոտեցավ աղը ձեռքին, բա Տեր հայր, մատաղի համար ես աղը բերել եմ, ասեց ես Տեր հայր չեմ։ Ասեց ոնց Տեր հայր չես, ասեց ես Տեր հայր չեմ։ Մարդ էր, հավատացյալ քրիստոնյա մարդ, Տեր հայր չէր։ Ասեց բա ես ուզում էի աղս ում օրհնել տամ,
Ասեց ես չգիտեմ աղը ոնց են օրհնում, բայց մենք որպես քրիստոնյա սնունդը օրհնությամբ ենք ընդունում։ Ես կարամ ասեմ ինչ կարգով ենք սնունդի օրհնությունը բանը, ինչպես է դա տեղի ունենում, ու մի կարճ, շատ կարճ աղոթք արեց, սննդի օրհնության աղոթք արեց, երեխեք էլի սենց կողքը հավաքված, մի թեթև էսպես աղոթք արին այդ աղի վրա ու գնացին։ Ես մարդը սենց աղը բռնե կանգնել ասում է ես ստեղ եմ կնքվել ես եկեղեցում, իմ անունը ստեղ եմ դրել այդ գյուղից է։ Ասինք դե լավ սրանից այն կողմեն ինչ պետք է լինի, որ դու այդ աղը օրհնված համարես, մաղ աղը ընդունելի լինի։ Ու այս մարդը գնաց։ Այս մատաղի աղը բերած մարդն էլ դուրս եկավ, մենք էլ դուրս եկանք։ Ու ահա փակ եկեղեցում վերանորոգման տակ կանգնած տեղի ունեց այդ սարերում կորած, ինչպես ժամանակին խոսացրել ես Գարեգինը, այդ եկեղեցուն ժամերգություն տեղի ունեցավ։ Ու ես առավոտվանից վեր եմ կացել, չգիտեմ, գնամ, չգնամ, սենց, այդ սաղ մի շարանը սենց ես դեպքերի իրադարձությունների կապում եմ իրար հետ, ու գալիս եմ գիտեք են հետևության, որ սա կարելի է հրաշքի վերագրել, որ եթե դու սրտանց գնում ես, դու դեպի Աստված շարժ ես անում, քայլ ես անում, այն Աբրահամին ոնց է, որ գնում է զոհ մատուցի, հա, ասում է ընդեղ զոհդ էլ ընդեղ կլինի, կարծեմ Աբրահամինն է, զոհդ էլ ընդեղ է ասում, արխային գնա։ Մեր դեպքում գնում էինք, չգիտեինք, փակ էր, մտանք ներս, ու ոնց որ սաղ տվեց, սա կարելի էր սենց վերագրել, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել, սա մարդու կամք էր, սա դեպի եկեղեցի գնալու մարդու կամքն էր, ու մեկ ուրիշի կամքը, ով թեև այդտեղ քահանա չկար, տեր-հայր չկար, բայց ինքը կամք ուներ ժամերգություն անելու, ու իրան մեկ էր ընդեղ խաչ կա այդ եկեղեցու վրա, թե չկա, իրան մեկ էր ընդեղ տեր կա, թե չկա, ինքը իր ժամերգությունը որպես քրիստոնյա արեց ու դուրս եկավ, սա մարդու կամք էր, ընդամենը կամք, մարդը դա ուզում էր աներ ու դա արեց։ Ես ուզում էի գնա եկեղեցի ու գնացի, ես ուզում էի մտնել եկեղեցի ու ես մտա, ես ուզում էի իմ ընտանիքը մտնի ու իմ ընտանիքը մտավ, դա մարդու կամք էր, ու ես ամփոփիչ ուզում եմ դրանով դիմեմ ձեզ, ժողովուրդ անկախ նրան մեր սրբազանները կլինեն դատապարտված, բանտարկված, մեր եկեղեցին կլինի այլանդակված, չգիտեմ, թե իշխանությունների կողմից, թե եկեղեցական գործիչների կողմից, ոչինչ էական չի, դու կամք ունես, երկիր ունենալու, հավատ ունենալու, ինքնություն ունենալու կամք ունես, ահա թե ինչա որոշելու մեր գոյությունն ու մեր ապագան։ Այսքան բան։ Կներեք, ես կես գիշերն անց ձեզ անհանգստացնելու համար, շնորհակալ եմ ուշադրության համար, բարի գիշեր ձեզ, մի շնորհ հանդիպում, թեմայի մեջ եմ, ուշադիր հետևում եմ, ոչինչ գրեթե ոչինչ աչքիցս չի վրիպում, կարող եմ սխալվել, բայց չեմ ստի, ոնց որ Սևակն է ասել, կամ սիրել եմ, կամ ատել եմ, բայց չեմ ստել, ովքեր էլ ինձ կասեն դու ժամանակին Նիկոլին համար սենց ես ասել, ես բոլորի համար ճիշտ խոդերում, ճիշտ քայլերում ասել եմ ճիշտ են ասում, սուտն ու սխալել ասել եմ բոլորի համար, որովհետև ես այդ բոլորից վերև կանգնած մեկն եմ, հարգելի հպատակ ժողովուրդ, նրանք ովքեր հպատակ են, եթե ձեզ համար Սերժով, Քոչով, Նիկոլով պրծնում է, ես դրանցից վերև եմ, ու որպես դրանցից վերև միշտ ասել եմ, թե իմ կարծիքով, իմ դիրքից, ով է ճիշտ, ով է մանիպուլացնում, ով է սուտ ասում, ով է պղծում, ով է օրհնում, ով է սրբագործում, միշտ այդպես էլ ասել եմ, ու էլի այդպես է մնալու, ոչինչ չի փոխվելու, կամք, ունենք մետ այդ կամքը երկիր ունենալու, ազատ ապրելու, իշխանություն լինելու, ունենք,
Ուրեմն առաջ։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն կրկին անգամ, կներեք կրկին անգամ այս ու ժամին ձեզ անհանգստացնելու համար։ Բարի գիշեր ձեզ ամենալավ բաները։ Բարի գիշեր ձեզ։ Աստված մեր հետ։